Հակակոռուպցիոն դատարանում, որը 6 տարի քննվող գործով ճանաչել է Գագիկ Ծառուկյանի անմեղությունը, լրագրողները Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին հարցեր ուղղեցին Փաշինյանի հրապարակումների վերաբերյալ։ Մենք ուժեղ ենք ոչ թե ասելով, մենք ուժեղ ենք մենք արած գործերով, դա կարակ հանրությանը, ժողովրդին տարբեր ոլորտային հարցնենք։ Մեր երկրի առաջ այնքան խնդիրներ են ծառացած, որ ցանկացած մարդու համար տեսնելով, որ մարդը ընտանիք ունի, երեխա ունի, ծնողներ ունի, այս պարտված, խայտառակված, խեղճացած վիճակում ժողովուրդը պարկի տակ, վարկերի տակ 2,450,000 վարկառ ունենք։ Ետքիրը պետք է դրա մասին մտածի։ Ծազականը Ծառուկյանը ինչ-որ մանրուք թե բաներ լուրջ հարցեր ունեք, տվեք պատասխանեմ։ Հարցին թե Փաշինյանն ասել է, որ եթե ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն չկազմի սեպտեմբերին պատերազմ է լինելու, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ որևէ քաղաքական ուժ պատերազմ չի ուզում եւ ընդգծեց երաշխավորված խաղաղության անհրաժեշտությունը։ Այսօր ոչ մեկը պատերազմ չի ուզում, խաղաղությունը դա ոչ թե ձևական, խոսքով, տեսական, որ ասենք ամբողջ բարձունքների ադրբեջանցիներ նստած թելադրանքով, այս պետք տակ, այս պետք կատարեք, մեր զորքերը կճանան, մեր զենք մենք չառնենք, իրենք ուժեղանան, այդտեղ խաղաղություն չկա։ Այսինքն սպառնալիք է դա, ինչ է։ Դա թելադրանք է։ Իսկ ես ասեմ այսօր, եթե հնարավորություն տրվի, որ մենք որոշել լինենք, որ այդ բոլոր նախադրյալները կա, անմիջապես դա խաղաղությունը պետք է լինի երաշխավորած 3, 4, 5 հզոր ազդեցիկ պետությունների հետ որպես դաշնակից փաստաթուղթ կստորագրենք եւ ճանճը չի դզա այդ տարածքով։ Մենք փոքր պետություն լինելով կարիք ունենք հզոր դաշնակիցներ ունենալու, մասսայական փաստաթուղթ ստորագրելու, հիմնավորելու, որ ոչ մեկը ռիսկ չանի տարածքով դաժե ճանճ շրջի։ Առաջարկ Հայաստանին ծրագրով Բարգավաճ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցինի պատասխան Գագիկ Ծառուկյանն ասաց, որ այդ մասին կխոսի, երբ ժամանակը գա։ Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից է, դա ապագայի վարչապետ է։ Հիներից չի լինելու, նորերից չի լինելու։ Դե հենց գա ժամանակը ըստ կարգի ամենից էլ կասենք, այսօր մեզ պետք է ապագայի վարչապետ։ Շնորհակալություն։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։